Բացած որ վեկտոր փոխելը նշանակում է խզել հարաբերությունները։ Օրինակ Արևելյան Եվրոպայի Եվրամիության անդամ դարձած եւ ՆԱՏՕ-ի անցած երկրներից որևէ մեկը ասեք, որը առևտրային եւ դիվանագիտական եւ քաղաքական հարաբերությունները մինչեւ գոնե Ուկրաինայի պատերազմից երկրորդ խզած էր։ Հա, կային լարումներ, կային նորմալ հարաբերություններ, այդտեղ նորմալ։ Ես մարդիկ ազատ ռուսները գնում են Լիտվայի վրա, գնում են այդ Կալինինգրադի մարզ, չէ, գնում էին նաև այդ երկրները վիզայով, ճիշտ է, բայց գնում էին առևտուր կար, շատ մեծ առևտուր կա, օրինակ 3 աստիճան են, ներողություն եմ խնդրում, 3 աստիճան պետք է ստուգենք, նայենք, առաջինը օրինագիծ են ընդունում Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին, երկրորդը խոսում են, որ վեկտորը չեն փոխում, նոր երրորդը արդեն խզելու մասին։ Հիմա եկեք առաջին եւ երկրորդը իրար հետ համեմատենք, հետո երկրորդն ու երրորդը, դուք երկրորդն ու երրորդն եք համեմատում իրար հետ։ Հիբրիդ քաղաքականությունը ոչ մի այսօր բաց այդ կերպով Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ դա արդեն նկատում են արևմուտքում եւ ես արդեն գիտեք ինչ բան կար այդ մի վնասիր այդ բժշկական սկզբունքով որ Փաշինյանի կառավարությունը չքննադատել ես արդեն տարեր եմ տեսնում որ բացահայտ ասում են որ Փաշինյանի կառավարությունը արգելակում է կամ դանդաղեցնում է գիտակցաբար այդ գործընթացը որը օբյեկտիվ է եւ որը պետք է գնա ինչու են ստորագրել Հիշենք Եվրակվեի պատմությունը, որ շատ արագ ստորագրություններ հավաքվեցին, ես եւ իմ ընտանիքներ ենք ստորագրել եւ այլն դա մի կողմ թողել։ Դա կարեւոր է շատ։ Այդ հարցում ես Եվրակվեի անդամ այդ կուսակցությունների եւ ղեկավարների ջանքերը որևէ կերպ չեմ ուզում նվազեցնել։ Այդ գործողությունների համար իրենց առանձին հարգանք եւ պատիվ։ Վերցին իրենց վրա, արեցին, բերեցին, հասցրեցին ազգային ժողով։ Այստեղ խնդիր չկա։ Հիմա ուրիշ բան եմ ուզում ասել։ Ակնհայտ է, որ Հայաստանը այն ճանապարհը, որ իրենք ընտրել են բանը անձնատուր լինել թուրքական աշխարհի առջև, ըստ որում ռուսների համաձայնությամբ, իրենց որ հանգիստ ռուսների հետ կոնֆլիկտի մեջ չմտնեն, հա, բանը շատ ռիսկային է, ծայրահեղ ռիսկային է։ Այն աստիճան ռիսկային է, որ մենք կարող ենք մի օր քնենք եւ ոչ թե նոր Հայաստանում արթնանանք, այլ կարող է քնենք ու ընդհանրապես չարթնանանք։ Կներեք որ այդպես ծայրահեղ եմ ասում, բայց ռիսկը հասնում է մինչև այդ աստիճանի։ Եվ պետք է ինչ որ երաշխիքներ, որ այդ ռիսկերը գոնե մի քիչ նվազեցնում։ Այս կառավարության համար այդ եվրոպական ուղեգիծը պահելու քաղաքականությունը դա այդ երաշխիքն է որովհետև իրենք շատ լավ հասկանում են, թե ինչ է Թուրքիան, իրենք շատ լավ հասկանում են, ինչ է Ռուսաստանը, առավել ևս հասկանում են, ինչ է Ադրբեջանը։ Իրենք կարող են հասարակ հայ ժողովրդին խաբել, փորձել խաբել, որ ինչ եք ասում, դա հնարած միֆոլոգիա է, ադրբեջանցիների հանդեպ թշնամանքը դա որևէ հիմք չունի եւ այլն, ինչ իրենք փորձում են անել, դասագրքերով նույնիսկ եւ այլն, չէ՞, բայց իրենք հասկանում են ում հետ գործ ունեն։ Մենք շատ լավ իրենք բանակցում են այդ մարդկանց հետ։ Իրենք ոնց ասած բանը այն խոսակցության ժամանակ բերանից կաթացող արյունը տեսել են հոսացող արյունը տեսել են դրա համար իրենց պետք է երաշխիքներ որ հանկարծ Աստված չտա ինչ որ մի բան չլինի այդ գործընթացում Եվրոպան պետք է դրա համար ինձ մի բան տեսեք ես երբ որ մի բան դուր է գալիս ինչպես օրինակ Ռուբիոյի հետ խոսակցությունում ես դա պետք է նշեմ որ պետք է լինել օբյեկտիվ ինձ դուր եկա որ Հայաստանի արտգործնախարարի տեղակալը Բարոն Հովհաննիսյանն է դժեմ սխալ։ Հենց արտաքին հարաբերությունների հանձնաժողով անցավ, հատուկ նշանակություն տվեց այդ փաստաթղթին եւ ասեց, որ նաեւ Եվրոպան կարեւոր նույնիսկ առաջնային եթե չէ դեր է կատարելու Հայաստանի անվտանգությունը ապահովելու համար։ Անվտանգություն բառը ոչ միայն զարգացում, հա, եւ այլն դիվերսիֆիկացիա, այդ բառերը չեն անվտանգության համար։ Սա նշանակում է, որ կա հստակ պատկերացում, որ տուրբուլենտ շրջան կարող ենք մտնել, լինեն սարսափելի ցնցումներ, եւ այն վիճակում, որ գտնվում է այսօր Հայաստանը, մենակ այն վերապրել չի կարող։ Ուրեմն պետք է ունենալ դա իրենց սպանն է, պահեստային տարբերակն է։ Մանդատի երկարացումն էլ այդ նույն թեմայի մեջ է։ Մանդատը իրենք այսպես են մտածում եւ որ Ադրբեջանը ասեք 10 տարի չստորագրի այդ փաստաթուղթը։
իսկ այնտեղ հստակ ասել է Փաշինյանը, ուրեմն այդտեղ գրած է հստակ, որ ստորագրման պահից է այդ մտնում այդ նորմը, որը խայտարակ նորմ է, ինքը Հայաստանի Հանրապետության շահերին հակասող նորմ է, բայց ինքը մտնելու է ուժի մեջ ստորագրումից հետո եւ ռատիֆիկացիայից հետո, այսինքն ասեք Ադրբեջանը 10 տարի չի ստորագրում 10 տարի երկարաձգելու են։ Պարոն Եղոյանը, ինչքան գիտեմ դրա մասին ասեց, բացի ծիծաղից, զավեշտից, այդ ոչ բանի մոտ չի առաջացնում։ Դա բան է, ես չգիտեմ, իրանց մոտ ինչ-որ այդ վեկտորից ինչ-որ կրոնական վախ կա այդ բառից, թե բան չերկում վեկտոր չենք փոխում։ Եթե դու հիմա աշխարհում կա ինչ-որ ձևավորվում են եւ արդեն ձևավորվել են որոշակի ռազմաքաղաքական եւ աշխարհայացքային ուղղություններ։ Եթե քո աշխարհայացքի կենտրոնում բանն է, որ ասենք մարդը ոչինչ է, պետությունը ամեն ինչ է, որ պետությունը մի քանի ընտանիք պետք է զավթեն, մնացածը դրանց ճորտերն են, որ ամբողջ պետության եկամուտը 30-40 մենք ապրել ենք այդպես, այնպես որ բաներ չեն մնանում, ամեն ինչ ինչ որ սուտ բան եմ ասում, կեղծ բան եմ ասում, որ մարդու կյանքը ոչինչ չարժի եւ այլն, այդ մարդակերական սկզբունքներով եւ վաղ միջնադարյան, այսպես ասենք, սկզբունքներով պետություն եք ուզում կամ չեք ուզում։ Ամենամեծ սուտը եւ ես մի հատ համաժողով չեմ հիշում, գրքի ներկայացում էր, հա, հիշեցի։ Ասեցի, որ ամենամեծ սուտը եղել է 18 թվականի ընտրություններին, առաջին մեծ սուտը, որտեղ երբ որ ԿՊ ներկայացնում էր բավական ռադիկալ դեմոկրատական ծրագիր, որին իմիջիալոց 50 մետր չի մոտեցել, բայց 18 թվականի ծրագիրը ռադիկալ դեմոկրատական ծրագիր էր, ինչ որ կետերում կարող ինչ որ մեկը ասի նաև շատ ռադիկալ, հանրակրվեներ, պլեբիսցիտներ, ամեն գյուղում եւ այլն, ամեն հարցը, ամեն բացահայտ, փաստորեն պետական գործունեության տրանսպարենտությունը, թափանցիկությունը հասցնել շատ ռադիկալ դեմոկրատական ծրագիր է, նորից եմ ասում, 50 մետր չեն մոտեցել դրան, բայց եւ դրա մեկտեղ ասել, որ մեր հեղափոխությունը գեոպոլիտիկ նշանակություն չունի եւ այդ ամենը մենք անելու ենք ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ այս եղբայրական շրջանակում, դա բացարձակ կեղծիք է եւ չգիտեմ, իրենք իրենց էին խափում, թե ընտրողին եւ այն, որ իրենք 50 մետր դրան նույնիսկ չեն մոտեցել, իրենց 18 թվականի ծրագիրի մասին եմ ասում, դա նաև օբյեկտիվ պատճառներ ունի։ Ոչ միայն նրան, որ իրենք վատն են, կարող են ժամերով խոսել, թե որքան վատն են իրենք, չէ, որովհետև այս ակումբում, այս վեկտորում, դա անհնար է։ Այս վեկտորի ամենաժողովրդավարական երկիրը Қырғызստանն է բոլոր պաշտոնական չափորոշիչներով։ Իսկ նորմալ դե նայեք, ասենք Տաջիկստան, Բելարուսիա, Ռուսաստան, Ղազախստան, չեմ ասում, դեք բոլորը նույն կերպ են, նույն ձևի երկրներ են։ Հա, օրինակ Տոկաևը բավական ին վրա թողում է գիտակից եւ adekvat մարդու տպավորություն։ Բայց ռեժիմը մարդկանց քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների ծավալը ամենա պրոբլեմատիկ եվրոպական երկիրը վստենք Հունգարիան, որին մենք անդադ քննադատում, համատած Հունգարիայի ցանկացած այլ ակումբի երկիր, դա բանա տոտալիտար ֆաշիստական դիկտատուրա է։ Ուրեմն վեկտոր առանց փոխելու այս երկրում երբեք չեն լինելու ոչ ժողովրդավարություն, ոչ օրենքի գերակայություն, ոչ մարդու իրավունքների հանդեպ հարգանք, ոչ հավասար իրավունքներ բոլորի համար, ոչ սոցիալական նաև մարդու իրավունքների պաշտպանություն, ոչ մի բան չի լինելու։ Դրա համար երբ որ իրենք ասում են որ վեկտորը չենք փոխելու, դա վախից է, թե կրոնական, թե իրենք այդպես իսկապես մտածում են, քաղաքացիները պետք է հասկանան, ուրեմն ԿՊ-ի օրոք մենք մարդավարի երբեք չենք ապրելու։ Դա է նշանակում վեկտոր չփոխել։ Ռուսաստանը, որովհետև դրանք անհամատեղելի են։ Անհամատեղելի են ոչ միայն այն ինչ որ ես ասացի գաղափարական աշխարհայացքային քաղաքական խմբավորումների, այլ ընդհանուր շուկայի տրամաբանությունից։ Դրա մասին բազմիցս խոսել ենք, երկու ընդհանուր շուկայի անդամ լինել անհնար է, որտեղ ընդհանուր շուկայի գաղափարը նա է, որ այս երկրները ընդհանուր շուկայի մեջ են։ Իսկ ինչ որ երկրներ մեջը չեն։ Ու եթե որ մի երկիր համենտեղ է,
ինքը դառնում է փաստորեն այդ սկզբունքը խախտելով միջոց, որով է շուկաները միաձուլվում են իրար։ ԵԱՏՄ-ն դառնում է ԵՄ։ Չէ, ղազախական, չգիտեմ, կումիսը մտնում է Հայաստան, ու քանի որ Հայաստանը, ասենք, արդեն ճանաչվել է, որ կատնամտերքը եվրոպական ստանդարտներով է, կումիսը ղազախական առանց որևէ խնդիր, առանց մաքսի մտնում է եվրոպական շուկա, այդպես ոնց կլինի։ Կարելի է այսպես ասել, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը դեռ չի նշանակում վեկտոր փոխել, հարաբերություններ վատացնել Ռուսաստանի հետ, դա նեղ տնտեսական Ռուսաստանի դեպքում նշանակում է, որտեղ Ռուսաստանը սպეციფიկ երկիր է, իրենց համար տնտեսական շահաբան եւ այլն շատ կարեւոր են, բայց այդ post կայսերական բանը սինդրոմը, որ սրանք ենթակա երկրներն են սերը, իրենք սոված էլ հիմա էլ, ասենք տնենք տնտեսության հետ ինչ է կատարվում, հələ մի երկու խոշոր քաղաքից դուրս նայեք էլի, Մոսկվայով մի նայեք, իրենք սոված էլ կմնան, ծառավել կմնան, այն իրավունքների մասին չեմ խոսում, դա ընդհանրապես թեմա չի, կտան ցարին կասեն քեզ կուրբան, ինչ ուզում ես մեր հետ արա, բայց իրենք պետք է համոզված լինեն, որ ունտեր բաները նախկին նացմենները, այսինքն իրենց ենթակա ժողովուրդները իրենց ենթակա են, բայց դա նշանակում է բացարձակ հակառակը, նրան ինչ որ անում է ԿՊ-ն, այդպեսի երկրից, որքան հնարավոր է, պետք է քաղաքականապես եւ տնտեսապես հեռանալ եւ աշխարհայացքային եւ նորից դա չի նշանակում խզում Ռուսաստանի հետ, դա նշանակում է, որ մենք արդեն սուբ պետություն չենք, ենթակա պետություն չենք եւ դաշնակից էլ չենք։ Դաշնակից չենք փաստորեն արդեն հիմա, նույնիսկ Փաշինյանի կառավարությունը գիտի, որ դաշնակից չենք, ասում է, չէ՞ որ ՀԱՊԿ-ն չկատարեց եւ դաշնակից չենք, ոչ թե Ռուսաստանը։ Իսկ սուբ պետություն լինել մի երկրից, որի դաշնակիցը չես, նա հիմա կասեն էլ Թրամփին հիշեց, Թրամփն է ուզում տենց դուր եկել այդ ռուսական մոդելը, փորձում է կիրառել, ասում եմ, մեզ դաշնակիցներ պետք չէ, բոլորը պետք է մեր սուբ պետությունները լինեն, այն բոլոր պետություններն էլ ասում են դա արի փորձի։